Համեմատելի եք ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ։ Իր ազգանը շատ վարի է հնչում։ Դու գնա Վարշավա։ Օծի լեզու գանձը։ Թովմա Շավերդյան человек number 1։ Օրնիկություն։ Բարևում եւ հատ գրկախառնվում ենք յուրաքանչյուրիդ հետ, պահպանելով իհարկե սոցիալական դիստանցիան, եթերում արմ կոմեդին է։ Դրսում մեկնարկեց ձմեռից, դա նշանակում է, որ պորնիկ փետրվարին բան չմնաց։ Նու հա, էկրանների առաջ դրեք մուչաչոից պատվիրած բուրիտո եղենը իրականաշախուստով տակո եղենով, այ այս տղեկի նման եւ դիտեք այսօրվանի մեջ։ Ավելի շուտ մենք սկսում ենք։ Հարթման անցնելուց առաջ փոքրիկ զգուշացում, մենք խոսելու ենք հայկական քաղաքականության մակարդակի մասին ու բան այն է, որ դե գիտեք, էլի տենց շատ բարձր չի, դրա համար խնդրում ենք ամեն դեպքում երեխաներին հեռացրեք էկրաններից։ Մնան միայն 18+-ները ու գրականագետ, ֆանտաստ գրականագետասերները, գնացինք։ Բայց վստահ ես։ Էլով պետքա բարձրաձայնի այս թեման, եթե ոչ մենք։ Պաշտպանության նախկին նախարար ներկայումս պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի րոպե մի բան ասեմ, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Ժողովուրդը եւ ես հատկապես չակերտավոր հիացած են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստեղծագործելու ձեր ֆանտաստիկ ունակություններով եւ թերեւս համեմատելի եք ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ»։ Դու էլ լսեցիր, թե ինձ թված։ Ես շատ անսպասելի բան լսեցի, այո։ Ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ։ Հա, հասկացա, իմ կանտոն, Ֆրանսիայում շրջանները կոչվում են կանտոն։ Բադմինտոն, կարտոն, պոկեմոն։ Թերևս համեմատելի եք ֆրանսիացի ֆանտաստ գրող Ի Գանդոնի հետ։ Ահա, տղու մոտ ավելի գրեհիկ է հնչում։ Բանն այն է, որ Ֆրանսիայում կար այդպիսի գրող Իվ ասում եմ գրողը, գրաքննադատ ու մարդը չգիտեր, որ հեռավոր Հայաստանում իր ազգանը շատ վարի է հնչում, այս մեկը այս պիպը տեղին էր։ Լավ, փաստորեն, եթե ճիշտ հասկացա, ապա գեներալի կինը պատգամավորին համեմատում է Էդ Գանդոնի հետ։ Էդ չէ, Իվ Գանդոնի հետ։ Էդ Գանդոնը ամերիկացի պլանտատոր է, շատ վատ կեղտոտ գյադա է։ Իվ, լավ, հուսով եմ այսքանով այս թեման սահմանափակվում է։ Չշփոթենք բրիտանացի ադմիրալ Հարի Այ Գանդոնի։ Իսկ ոմանք էլ հատկապես դատախազներ, դատավորներ, իրավագետներ, փաստաբաններ գտնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իմ ընտանիքի դեմ ձեր հայտարարությունները շատ ավելի պոետիկ են եւ իրենց ներբերանգներով հիշեցնում են գերմանացի հանճարեղ պոետ Գյոթեին։ Յոհան Գյոթե, հա։ Գյոթե եւ Կանտոն։ Դու ճոգում ես, որ մենք համարյա 1000 թողարկում ենք նկարել ու սա ամենամշակութայինն է ստացվում։ Բարեկամս, մեկ-մեկ այդպես գրական հաղորդումներ են ստացվում։ Բնականաբար գրառումը բոլորովին դուր չեկավ բուն հասցեատիրոջը։ Այո, Իվ Գանդոնին։ Ոչ, Անդրանիկ Քոչարյանին, ում համեմատում էին հենց Իվի հետ։ Թե չունից Իվ Գանդոնի ուշքը գնում է նրանց, որ իրան համեմատում են Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նարեկ բարեկամս, այդ Գանդոնը վաղուց մեռել է։ Ցավակցում եմ Գանդոնների ընտանիքին։ Նարեկ վաղուց։ 100-ից ավելի մեկնաբանություններ ունեցող այս հայտարարությունը հունից հանել է Անդրանիկ Քոչարյանին։ Սոցիալականույն հարթակում հոկտեմբերի 27-ի գիշերը պաշտպանության նախարարի պաշտոնի հավակնորդը արձագանքել է պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ գրառմանը, տարակուսելով, թե ինչու է Օհանյանի տիկինը շարունակաբար ակտիվություն ցուցաբերում։ Այնուամենայնիվ հաղորդագրություն եմ ուղարկել նրա ամուսնուն հորդորելով կարգի հրավիրել կնոջը եւ սաստել նրա այդ օրինակ դրսևորումները, գրել է նա։ Եթե ամփոփենք, մի պարլամենտական գործիչը հաղորդում է գրել մեկ այլ պարլամենտական գործչի, որ նա իր կնոջը խնդրի, որ նա զերծ մնա իրեն համեմատելուց եւ Յոհանի հետ։ Կամ ինչպես կասեր դասականը, գործընթաց է երկրում եղբայր։ Ուղղակի զարմանալի է, որ մոռացության են մատնվում այնպիսի ֆրանսիացի գրողներ, ինչպիսիք են Ժան-Պոլ Պիտաղաստը, Անրի Պողնոն, Գուստավ Օրատուն, Ռոմանոս Պլորուան։ այսինքն լուրջ ես ասում։ Իսկ Իվ Գանդոնը լուրջ էր։ Հա։ Դե ուրեմն ինչպես ասում էր մեկ այլ դասական, Դու կուլտուրական մարդ։ Լեսո շմայսի քրտան ջենը։ Բատուր ես քրֆում արա։ Ինչը դուզնա, շմայսենք ահագին շնորհքով ու կուլտուրական էին։ պարզվեց դոգը նայում կարմրում է։ Լավ, իսկ ինչ պատասխանեց գեներալը, խնդրո համեմատությամբ։ Այդ Գանդոնի մոմենտով էլի։
Սեյրան Օհանյանը Armdaily-ի խնդրանքով արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի հորդորին։ Նրա մեկնաբանությամբ Անդրանիկ Քոչարյանն ինքն է պարբերաբար իր դիմակայությունը տեղափոխում անձնական դաշտ։ Տեղի ու անտեղի իրեն ինչ-որ շենքշինություններ փորձում վերագրել։ Փորձել են նախկինում կպնել իմ կնոջը, իր շորերին, ինչ-որ ծաղիկների, բայց յուրաքանչյուր տղամարդ ձգտում է, որ իր ընտանիքը լինի գեղեցիկ, իսկ գեղեցկությունը նամանավան ծաղիկները, շռայլություն ու շքեղություն չեն։ Սեյրան Օհանյանը նաև հիշեցրել է վերջին պատերազմում վիրավորված իր որդուն վարկաբեկելու ու զրպարտելու փորձերը։ Երբ մեր քաղաքական դաշտի մակարդակը եկավ հասավ հատակին։ Դե կարող են որ ասում են զրոյական կետից ենք սկսում, այդ զրոյական կետը ստեղ էր։ Տեսեք, ես հասկանում եմ, որ Անդրանիկ Քոչարյանը գուցե ամենահաճելի մարդը չի ազգային ժողովում։ Կամ ազգային ժողովից դուրս։ Շնամու եք խաղաղության դարաշրջան բացելը։ Ստացվում է խաղաղության դարաշրջան Դիմակները դրեք եւ դուք ինչու չեք կրում դիմակ։ Պես արել որ հասկանաք թե տղաները ինչ վիճակում են եղել Սյունիքում։ տղաների վիճակը գիտեն։ Դու գնա Վարշավա։ Պարոն Քոչարյան։ Բայց եթե բոլորս համաձայն ենք, որ իր վարքը մեկ-մեկ չի դզում, միշտ չի դզում, Դիմակ կրելու։ Չես դեմ չեմ։ Բայց ինչու չեք կրում։ Որպեսզի կարողանամ հակադրվեմ դիմակ չկրողներին։ Տեսեք դուք դրել եք Կիրակոսյանը դրել է, բայց կամերաները շուտ տվեք մի հատ։ Չէ, մեզ հակադրվելու Ոչ, ես ոնց կարամ 5-րդ ալիքին հակադրվեմ։ Դա 5-րդ ալիք, դա 5-րդ։ Տիկին Ավանեսյանն է անդադ խնդրում է Լավ, հասկացանք 5-րդ ալիք։ Հիմա ձեր հարցին չեմ պատասխան, որպես 5-րդ ալիք։ Պարոն Քոչարյան։ Տարիք հեռու։ Ջիջեի հաշվին։ Հեռու տարիք։ Ես իրավունք միևնույնն է, կա սահման, որը պետք չի անցնել։ Անկամ եթե ինքը անցնում է, Սերգեյ։ Այս անգամ ուղղակի կոկորտս էր իսկականից։ Ղուրբան դինես իմ երկու զավակին Ես ղուրբան եմ լինում իմ զավակին, դուք ղուրբան եղեք բոլորի զավակներին։ Վարշավյանոց։ Այս շարքը հավա կարելի է շարունակել, բայց եթե դժգոհ եք Անդրանիկ Քոչարյանից, մի դարձեք Անդրանիկ Քոչարյան։ Ու եթե այս կտորի հետևանքով ինչ որ մեկը կընթերցի իր ֆանտաստին կամ 7 ստեղծագործներից մեկը մենք կհամարենք որ այս ժամանակը իզուր չանցավ։ Այո, ու մի քիչ էս անցանկալի թեմայից ծրվելու համար տեսնենք ոնց էին լրագրողները վերհիշել Սան ավիացիայի ուղաթիռներով նախարարի ոյաժները։ Այո, ուղաթիռներն էլ մի գործիք են, որը որ շտապ անհրաժեշտ դեպքերում օգտագործվել են եւ օգտագործվելու են։ Իմ այցի նպատակը եղել է որոշակի առումով տվյալ իրավիճակում մի շարք առողջապահական հարցերի արագ կազմակերպման արձագանքման հարցը։ Վերջին անգամ ինչու է Փոստանջանը առողջապահության նախարարության ուղղաթիռով ֆրֆռում։ Տեգինյան միլիոն 1/3 անգամ սա Ոչ ապեր if she looks like Փոստանջան if she sounds like Փոստանջան ուրեմն ընկերջան She's Փոստանջան։ Okay, ես էլ չեմ վիճում։ Ինչ որ մեկը տեսել է Փոստանջանի ու նախարարին նույն սենյակում միաժամանակ, հա՞։ Երբևէ եղել է շախ եւ մատ։ Ու вообще, քանի Փոստանջանն ու առողջապահության նախարարությունը ֆրֆռում են ուղղաթիռով, մեկին սարի գլխին արջը գզի, այդ մարդուն ինչ են ասելու։ Ասել են, ապեր, զբաղված ուղղաթիռը, մի քիչ սպասի կփրկենք հետո, հա։ Ապեր, չէ, այդ մարդուն հստակ կբացատրեն, որ որոշակի առումով տվյալ իրավիճակում մի շարք առողջապահական հարցերի արագ կազմակերպման արձագանքման հարցը։ Ես շաբաթական ունենում եմ բազմաթիվ զումեր, ունեցել եմ բազմաթիվ մեքենայով այցելություններ, թե Սյունիք, թե Ղարաբաղ եւ թե բոլոր մարզեր, բայց եղել է նման հանգամանք, որ այցելությունը անհրաժեշտ է պետք։ Անհրաժեշտ է պետք։ Բա մի անգամից տենց ասեիք։ Ու իդեպ արձանագրվեց, որ շուրջ 500,000 մարդ արդեն երկրորդ պատվաստումն է ստացել, այս տարի մենք մեզ խելոք ենք պահել ու Gates պապիկը մեզ կնվիրի ինչ? Անվճար Windows։ Իսկ մոդեռնայի չիպն է լավ բռնելու թե Սպուտնիկի։ Այն ինչ կապ ունի գժուկ, կարևորը 5G-ա գալիս, կինոները արագ կքաշես, երգերը սթրիմինգով կխզարես ուղղակի։ Pornhub-ը էլ չի լրվի։ Լրիվ ուրիշ մարդու համար եմ ուրախանում, ես զուտ մաթեմի լեկցիաների համար եմ մտնում ինտերնետ։ 同学好，那么我们来到这个微分里面精选的这个范例最后一题哈，微分一刚开始的最后一题。那这个题目呢，一样是考验你对这个微分定义式的。 Տարին 250,000 բռնում ձեզը։ Եկա մեր հարթումն էլ գցենք Pornhub։ Չէ կբլոկեն։ Ինչի՞։ Այն ֆանտաստիանը չափազանց հաճախ ենք տալիս։ Գանդոնի էլի, հասկացար։
Մոժոժ ունեք, մոժոժ։ Arm comedy դեկտեմբերի 11-ին։ Հասկացեք, մոժոժ, ինքնատ մոժոժ բերեք։ Մեկ էլ Դեկտեմբերի 11-ին Arm comedy կոնգրեսին անցում։ Անգե ջան, մոժոժ է ինձ բեր։ Ամսի 11-ին եկեք եւ պահանջեք ձեր մոժոժը։ Okay, եթե գամ այդ ստենդափին մոժոժ կտա, Պահանջեք ձեր մոժոժը դեկտեմբերի 11-ին։ Չէ, չի ներում։ Իսկ այժմ հրատապ լուրեր։ Հայաստանում մոլեգնում են տեղական ընտրությունները։ աշտարակում տեխնացուներից մեկին միացել է հաստ դրամաչափի արգելված զենք։ Декабря приходите к нам. Аштара строил Аштара. Հոպ, աշտարակը ԿՊ տեխնացուն է սար։ Դե էլ հո ես չեմ ասում։ Ես եկել Belly Max, ուրեմն տենց էլ կա։ Էլ ինչ ասում Belly Max-ը։ Все люди видели его. Ասա վերջը Շահվերդյանը ընտրվեց։ Ես տենց вստահ չելնի Belly Max-ը ինձ էլ էր խոստացել ավականի դարձնի, բայց չստացվեց, չնայած Շահվերդյանից ոչ պակաս էր վիզ դրել։ Сергей Сарксян, любимый телеведущий, он номер один и как всегда лучший. Он для Армении сирвац хагортавар, вести программу, это у него дар. Его знает вся Армения. Ոնց կարային սենց տրեկից հետո ինձ գոնե ավականի չընտրեին։ Դե դու աշտարակը չես կառուցել։ Չեմ կառուցել։ Ոչինչ Նոյան տապան։ Իսկ մյուս համայնքներում, որտեղ Belly Max-ը դեռ չի օրհնել իրավիճակը, ինչ կա։ Եղեգնուտի 36 տարվա համայնքապետը հիմա էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ապագա կա խորագրով նախընտրական պաստառի վրա է։ Ով առաջադրել նրա հետ կմասնակցեի ընտրությունին, խի չէ որ։ Իսկականից ինչ տարբերություն ԿՊ-ն, թե նացիոնալ սոցիալիստները առաջադրում են մարդը պոզիտիվի մեջ արձագանքում։ ԿՊ-ից առաջ որ կուսակցությունից էր։ Ընդհանրապես ոչ մի կուսակցությանը չեմ հարել։ Ես ասել եմ, ես եկել եմ աշխատել եմ խորհրդային ժամանակներից, խորհրդային ծագում ունեմ։ Կամ Լենինի աներձակն է, կամ սովետական լաբորատորիաներում են ստացել։ Բայց մեջս կասկած ընկավ, հաստատ ուրիշ ոչ մի կուսակցական ծագում չկա այստեղ։ Չէ։ 5 տարի առաջ նա հանրապետական էր, հանրապետականն էլ առաջադրել էր համայնքապետի թեկնածու։ Բա ասում էր ուրիշ կուսակցությունում չի եղել։ Այդ նախկիններն են գցել ջեբը։ ՀԿ-ի Տոմսը գցել են ջեբը նախկինները։ Ինչի՞ այս մարդը մեկ ՀԿ-ի հետ, մեկ ԿՊ-ի։ Դրա պատասխանել կա։ Քաղաքականությունը ընդհանրապես իայեյությամբ, բովանդակությամբ մի սրիկա բարկա ասում են, խոլիգանական բարկա ասում են, չէ՞։ Քաղաքականությունը դա է։ Օրնիկություն, ինչի եք խուսափում այդ բառից, եթե ՀԿ-ից հետո հիմա էլ ԿՊ-ի ցուցակից եք առաջադրվել, մի ամաչեք այդ բառից։ Օրնիկ։ Միրը պելի։ Ես այն նույն համայնքապետը չի, որին հեղափոխականները դեմ էին։ Արա ինչ կեղտոտ հիշողություններ են։ Դու այն Նիկոլի ջրի գինը չբարձրացնելու խոստումն էլ կհիշես, որ ընթացքում հետ էլ կհիշեմ անպայման, բայց հիմա սա։ Այս գյուղը հեղափոխությունից հետո լրահոսի ամենաթեժ հոսքն էր ապահովում։ Հենց հեղափոխությունից հետո գյուղը սկսեց պահանջել Մարգարյանի հրաժարականը, թե 34 տարի համայնքը թալանել է։ Գյուղում եւ կառավարության շենքի մոտ անդադար ցույցեր էին։ Ոնց կարալ նախքին թալանչին դառնալ ԿՊ տեխնացու նորից։ Գանձ մի հատ բացատեսրան։ Գործընթաց է երկրում եղբայր։ Ոնց է այս ԿՊ-ականը ցանկացած խառը իրավիճակ sense իդեալական բացատրում։ Օծի լեզու ունի Գանձը։ Իսկ այժմ հրաշալի լուր բոլոր նրանց համար, ովքեր շատ էին ուզում, որ ջրի գինը թանկանա։ Fuck։ Խմելու ջուրը կթանկանա ավելի քան 20 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 3 հաստատեց 2020-ի սակագների վերանայման Veolia ջուրընկերության հայտը։ Պրինցիպի ամեն ինչը թանկանում է ու կարելի էր չզարմանալ, բայց մարդա մեկը մի քանի տարի առաջ թեթև նամյոկ էր արել, որ ջուրը չի թանկանա։ Ինչքան թեթև։ Կես բերան տողատակով, հայացքով էր հասկացրել, որ չի թանկանա։ Մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Իստակ չկա այսօր։ Ալենի վրա պրծավ։ Ափսոս։
Դեստեղ քավության նոխազա ուզվում, գլխին կջարդվի այս ամեն ինչը բացատրելը։ Հանրային ծառայությունների ձյաձ, այն լրագրողը ձեզ բան ա ուզում հարցնի։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի նա ասում է, որ Վիոլիա ջուր ընկերության հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա, ինչպես է ստացվում, որ ընդամենը 2 տարի անց ջրի գինը բարձրանում է։ Տեսեք, ջրի գնի բարձրանալու կամ չբարձրանալը պետքա որոշենք բոլորը։ Ինչ է նշանակում պետք է որոշենք, ձյաձ, հստակ հարց է։ Այն թիվ 1 անմեղը երթվում էր ժողովրդավարության արև, որ չի թանկանա։ Ու հիմա ոնց է թանկանում։ Այդ է հարցը։ Սպասի, հեսա հանգիստ կբացատրի։ 2024 թվականի մասին էր նշվում։ Մենք կարող ենք մինչև 2035 թվականն էլ չբարձրացնել համապատասխան վարձակալության վճարները պետական բյուջե չվճարելով։ Այս մարդը կաշված անում է վրա։ Ձյաձ, հոպարինյո, հարցը հետևյալն է, տեսեք։ Ես ունեմ 2 խնձոր։ Վարչապետ ասում է. «Հեյ, Сережа, до 24 я խոսում չգիտեմ, վարչապետը ասեն, до 24 года я не буду отбирать твое яблочко». Но приходит 22 год, и варчапет говорит: «Дай мне твое яблочко, Сергей. Я хочу съесть твое яблочко, Сергей». I drink your milkshake. Մարդ ասում է, «Էլի կարանք խնձորը չվերցնենք»։ Բայց այդ դեպքում բյուջե խնձոր չի մտնի, հասկանում ես, Սերգեյ дружище։ В общем, էլիս պատասխանն է։ Գործընթաց է երկրում եղբայր։ Գործընթաց է երկրում եղբայր։ Վերջացավ։ Իսկ ուր են էլեկտրիկ Երևանի լուսավոր երիտասարդները, որ փողոց էին փակում անարդար գների բարձրացումից։ Ուր է Ակվա Երևանը։ Մի քանի կուբամետր լուսավոր երիտասարդություն ենք հատուկ գների թանկացման դեմ։ Այն ջրցան մեքենային մեջտեղի մատ ցույց տվող հույսի մեր շոկը ուր է։ Երբ արդեն փողոց են փակում, հա? Բա գնանք միանանք։ Իհարկե միանանք։ Նու հենց հիմա չէ, տենց այս հաղորդումից հետո գնանք Բաղրամյանը փակենք, այդ մեր վրա։ Վերջ, օքեյ, всё, բարի լուրեր են հիմա ուզվում։ Բարի լուր։ Հայ պատանները հնարավորություն կունենան նվաճել տիեզերքը բարիզբուն իմաստով։ Ո՞նց։ Bazunk.com 12-ից 21 տարեկան երիտասարդները առաջին անգամ կկարողանան շփվել տիեզերքի հետ ու տիեզերքից տվյալներ հավաքել։ Այն օգտակար բեռը, որ իրանք կկարողանան պատրաստել մինչև 200 գրամ քաշի սահմաններում, հնարավորություն է ընձեռնվել ուղարկել տիեզերք։ Ներբե, ինչ որ ռոբոտ պիտի սարքենք, որ այս ծրագրով ուղարկենք տիեզերք։ Անպայման չի ռոբոտ, ցանկացած սարք, որը ինչ որ ճանաչողական բան կհետազոտի տիեզերքում, ասենք ուսումնասիրի մուննաթի ծանրությունը տիեզերական պայմաններում։ Շատ դրական է ստացվում այս լուրը։ Հա դե մեկն էլ թող դրական լինի։ Մեր անկախ պատմության մեջ ամեն դեպքում հնարավորություն չի եղել երբեք այդքան մոտ գտնվել տիեզերքին։ Անկանում այդ սարքը, որը երեխաները կարող են սարքել եւ ուղարկել, այն 100-ից 120 կիլոմետր բարձրանալու վերև, որը արդեն համարվում է տիեզերք, եւ ինչ որ չափումներ կարող է անել այնտեղ։ Պրակտիկ բան է պետք մտածել։ Իդեալական կներ ինչ որ սև խորոջ գտնել տիեզերքում ու աղբահանության հարցը տենց լուծել դրա միջոցով։ Դող երիտասարդները մտածեն, իսկ մենք բարի լուրով ոնց որ ավարտենք։ Okay։ Իսկ դիմումի վերջնաժամկետը հունվարի 7-ին է։ Հաստատ հիշեցի։ Լենա ջան, 15 տարի Գվադալախարայում տորտա ենք սարքել։ Շատ լավ։ Դու արխային գնաս, հա։ Հաստատ հիշեցի։ Okay, լավ, դե Սկսի կտրտել։ Բացի սենց էր, չէ, սենց էր։ Սենց գնաց։ Էսի քեզ հացը։ Հա, մի քիչ կարմիր է, ամեն ինչ։ Դա, ինչ ենք անում մյուս տակ։ Բեկոն ես չպսում։ Արդ դրել ես բեկոն արդեն, լավ։ Հացը, այմակաշին։ Հացը դիվեն։ Հենց նսվելն աշին սերան։ Ահո, հյութ է կաշի։ Լավ, բանը, մյուսը, ինչ էին դնելու, դա հաց չվարվի։ Այս կանաչը ինչ է։ Այս պահի ստեղ, հեսա անելու ենք, դնելու ենք։ Հում բանանի սոուս, չէ, ավոկադո, բեր, տակինը բեր ավոկադո անեմ։ Հայ մարդը, ինքը միշտ ավոկադո է սիրել։ Գնաց, ավոկադո, սուլավ անենք ավոկադոն, միշտ ավոկադոն քիչ են անում ուրիշ տեղերում, մենք շատ անենք։ Էլ ինչ կա։ Էսի գիտես ինչ է։ Չէ։ Ոնց որ ստալիշնին է, առանց են մնացած բաների։ Coleslaw, այդպես են ասում։
Այս խալապենյոները ոնց անենք։ Մզզնենք հաճախորդին մի քիչ թե խնայենք։ Մի քանի հատ։ Լա բեր, թոմյացն հասկանամ որ ինքը Մեքսիկայում է։ Այն հացի մյուս կտորը ուր է, դա բեր բարբեկյու սոուսով եմ էլի այդ la spatula, por favor։ Հացը։ Սա, գալիս է ստեղ։ Հացն էլի։ Սպասի, սա վերևից կդնենք։ Առայժմ ստեղ։ Բերվենը սպասի էլի։ Բարբեկյու անենք ախպեր, խորովածի սոուս, ահա։ Այդ այստեղ։ Так, սա պատրաստ է։ Coleslaw քսեցիր։ Coleslaw դրած է, տարածաշրջանի լավագույն coleslaw-ն է։ Ապա մի րոպե մի նկարի։ Ուզում եի ուտեի։ Իմանա է։ Ստոպ։ Ավեսով, պասի ջիրիկ պանիրը կկավ։ Ասին ջեք ավետում կան։ Նամ։ Պանիրը մի քիչ շատ։ Իմանա է, virgin ingredient-ը։ Տորտան ինքը պետք է տենց խրթխրթանել մի քիչ լինի, էլի։ Դրա համար այս չիփսերից ենք անում։ Դե հիմա քաջի։ Այն խրիչը, շտապ խրիչ։ Ահա, դիր։ Հիմա համեմատում ենք մեր սարկածը Լենայի սարկածի հետ։ Դու որը կուտեիր։ Նայ, որը կուտեիր։ Սա։ Բայց դե խալապենյոն չեմ խնայել։ Պատրաստ է։ Մուչաչո։ Մենք մեր սիրտն ու հոգին ենք ներդնում մարդկանց սնելու մեջ։ Համեցեք մուչաչո։ Vamos a muchacho։ Buenos apetitos։ Մեկը կարող է մի քիչ ավելի կծուր լինի, բայց չենք հիշում որը։ Այսքանն էր այսօրվա Անկոմեդին։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Նու մենք նախընտրական ոչ մի խոստում չենք տալի, որովհետև դա օրինական չի եւ մենք անօրեն ոչ մի բան չենք անում։ Իսկ մեր նախորդ հաղորդման վերջին մրցույթում ունենք հաղթող, այն որ մրցույթ կար ինչքան բուրիտո կարող է ուտել վեգան անձնավորությունը։ Եվ հաղթողն է ճանաչվել Հայկ Մկրտիչը, ով գրել է վեգան անձնավորությունը կարող է անգամ 5165 բուրիտո ուտել, միայն թե շարժումը չպարակտվի։ Այո, Մկրտիչ ջան, ուղարկեք ձեր համարը, ձեզ հետ անպայման կկապնվեն ու վերջ։ Այո, Չարաճճի վիշապ, քեզ սպասում է լանչ Սերգեյի հետ մուչաչոյում։ Մարդիկ նաև հարցնում են Ալեն Սիմոնյան չի լինելու այս Լսի չի տեղավորվեց, բայց քանի որ նախքին մի քանի հաղորդման մեջ ոնց որ Ալենա տոքսիկոզ էր, մի քիչ շատ էր։ Դրա համար ոնց որ միսում։ Նենց լավ արդարացել է, նենց լավ արդարացել։ Շնորհակալություն դիտելու համար, ուղղակի հիշեցնեմ, որ ամեն անգամ որ դուք բաժանորդագրվում եք, լայք եք դնում, կոմենտ եք գրում, ինչ որ օլիգարխից խլում են դղյակ ու վերադարձնում են մեզ բոլորիս։